Քննչականների մասով էլ պատասխանեցի, դուք ասացիք գործադիրի կազմում լինել ինչքանով կարող է հիմնավորված լինել կամ չլինել, գիտեք, եվրոպական միջազգային փորձը ցույց է տալիս, որ չկա մի զարգացած երկիր, իրավական համակարգի տեսանկյունից զարգացած, որտեղ քննչական մարմինները անկախ են, դա ավելի հատուկ է պոստսովետական ցնցումային փուլում գտնվող պետություններին։ Պոստսովետական երկրներում կտեսնեք միայն, որ քննչական մարմինները անկախ են, իրականում այդ որոշումը, եթե լինի, շատ լուրջ որոշում կլինի, որովհետև ձեր հարցադրումները տեսեք մեծ մասը ուղղված են քաղաքական իշխանությանը ու պահանջներ են ենթադրում քրեական գործերի քննության արդյունավետության հետ կապված, այդ կարգավորման պարագայում պատասխանատուն իրականում կլինի կառավարությունը, հիմա մեր ձեռքերը կապված են են գնահատական չեն կարող տանել, չեն կարող պարզաբանել, մենք որովհետև տեղյակ չենք։ Իսկ հակառակի դեպքում արդեն ինձ թվում է դուք հետևություններ կանեք, թե ինչ կարող է լինել, բայց ուզում եմ կրկնել, որ որոշում այս հարցով դեռ չկա կատարված եւ ուսումնասիրությունները շարունակվում են։ Տիկին Գալյան, եթե լինի կառավարության ենթակա, թե վարչապետի։ Չկա դեռ որոշում կայացված։ Բայց դա չի ընդլայնի լիազորությունները։ Չկա որոշում։ Չէ, դիրքորոշում եմ հարցնում, ինչ ում լիազորություն։ Վարչապետի կլինեն վարչապետի կառավարության, եթե կլինի։ Դա կենթադրի, որ ապացուցողական գործընթացը, սև գործը, մոտավորապես այդպես ասեմ, այդ չարքաշ աշխատանքը պատասխանատվություն կունենա անելու գործադիրը ու ավելի մեծ շահագրգռվածություն կունենա անելու ու պետք է հաշվի առնել, որ դատախազությունը պետք է լինի հստակ կերպով անկախ, որպեսզի հսկողությունը իրականացվի նախաքննության նկատմամբ պատշաճ եւ արդյունավետ կերպով։ Եվ դատարաններն էլ իհարկե այլ սկզբունքներ կարող ունենան, պետք է լինեն անկախ։ Կարճ ճշգրտում է, որ ճիշտ ձեզ հասկանում, սա նախարարության առաջարկն է։ Չէ, որովհետև դուք մի ժամա արդեն մենակ խոսում կներեք, չէ։ Լավ կպատասխանեմ, նախարարության ուսումնասիրությունների արդյունքում խորհրդում բարձրացված հարցերի պատասխան, այսինքն խորհրդի անդամները, ես նախորդիվ նշեցի, որ որոշ անդամներ այս կոնցեպտին կողմ են արտահայտվել եւ նույնիսկ առաջարկել են, որ մենք էլ գնանք այդ ճանապարհով։